Խաղաղություն ձեզ Աստծո ժողովուրդ։ Ամենակարևորը որ Տերը ներկա է, Փարթիրոջը։ Երեխեքին մայրում անուք սենյակում բայ, ժողովուրդ, կանգարում եք։ Իրոջ անունը փառավորվի Աստծո ժողովուրդ, ինչքան կարևոր է որ Տերը ներկա է, որտեղ մեր սրտերը վառում է։ Փարթիրոջը ոչինչ։ Այդ լեզուն չենք հասկանում, Տիրոջն է փառավորը, Փարթիրոջը։ Փարթիրոջը, այո, այստեղ ասում այդ որ մենք լռենք քարերն են աղաղակել, որտեղ Տերը ներկա է, փառքես, անունդ փառավորվի։ Ինչքան կարևոր է որ ասում են Տեր, ինչքան կարևոր է որ քո հետ ապրենք, որ դու առաջնորդես ամեն մեր կյանքի մեր օրերում անհետաքրքիր է։ Աստծո ժողովուրդ, Զենայի միջև սկսել է բոլորից ներողություն եմ ուզում խնդրեմ, եթե կարող անցել եմ մեկի չեմ բարևել ինձ ներեք Տիրոջ անուն փառավորվի, նաև իմ ծառավ եղբայրներից ներողություն եմ խնդրում, այդ որ մի բան ինձ թույլ, այսինքն թույլ եմ տվել չեմ կատարել, ներողություն եմ խնդրում ամեն բան միջև խոսքը սկսել է Տիրոջ անուն փառավորվի, որտեվ Տերը զորավոր է, Տիրոջ գործերը անքնել են եւ շատ են։ Հիշում եմ Եզեվ դեպք գնացել ենք Եզեվ Փեսուս հետ են գնացել են գազը լցնենք ավտոյի մեջ, այնից եղավ գազը լցրեցին, գազը լցրեց այդ արեստավորը ծագեր 15000 ասես փողա, ծագեր թափավ, ու Եզեվ հիմա Փեսուս ասում է դե պետք է ստուգեի նոր լցեիր։ Ասում է քո վրա եմ եղավ, ասում ես մեղավոր չեմ, քո ավտոնա ծակա, փողս տուր։ Հիմա այնց վիճակա ստեղծել որ կռվի մտնոլորտ է էլի, ասում են Տեր ջան։ Հիմա Փեսես նայում այնձի դե գիտի առաջ որ ոնց ենք եղել, ոնց ենք հարցեր լուծել, դե գիտի։ Հիմա նայում է դեմքից որ գիտի մենք երկուսով ենք, ասում են բայց դու լսի հանգիստ մնա ասեցի լի մատ հանդարտվեք, գորգրում էին արդեն իրար ասի հանդարտվեք։ Այդ համասին նստա ավտոյի մեջ սկսա աղոթել, ասի Տերես հարցը մենակ դու կարաս լուծես անունդ փառավորվի անձնը ձեռքերիդ մեջ։ Մեկ էլ Տերը միտք տվեց։ Գնացի ասացի լսեք ինչ եմ ասում էլի ասացի Տերն ասում եմ բերեք այդ փողի կիսենք երկուսը դե ճիշտ է համաձայն բանա Տերը սրտները բաներ արի փոխել էր երկուսով էլ ասին 7.5 ես կտամ 7.5 ես կտամ այդ ասացի փառքես Տերս հարցը մենակ դու կարաս լուծես ինչքան փառավոր է Տերը ինչքան քաղցր է ամեն հարց հանձնեք իրան ինքն է լուծում բոլոր հարցերը Տիրոջ անունը փառավորվի ինչքան կարևոր գալիս ես Տիրոջը որ գալիս ես հոգևոր կյանքի չենքան հետաքրքիր հասկանում ես որ այն աշխարհը որ ապրել եմ ասում ես սովետաշենի մեջից էլ եկել եմ մի հրաշք տեղ ոչ ես վայելի ամեն վարքյան ուզում ես ուտես ու վայելես Տերը ասում է ես եմ կենթանի հացը ես եմ երկնքից իջած հացը ուզում ես այդ հացը ուտես վայելես ամեն կտորը փառքես Տեր շնորհակալ եմ որ քո տան մեջ եմ ասո ժողովուրդ հրաշք է ես նորերն էլ այսօր ուզում եմ ասել նոր ինչքան նոր մարդ ովքեր որ խոսքը նոր է լսում ինչքան կարևոր է ուր կապ եք Աստծո հետ Տիրոջ անունը փառավորվի որովհետև մենք հոգի ունենք ասում տալու հոգի ունենք Աստծո ժողովուրդ մեր հոգին նույն այս կերպարն է հիշում եմ կուզեմ նորերի համար էլ վկայեմ ինչքան նոր քուր եղբայրներ կան այսօր որ եկել են խոսքը լսելու մենք հոգի ունենք տալու ասում հիշում եմ գիշերվա ժամը 3-ն էր 3-ի կոմերներ էцև հելա նստա ասենց ասեցի երևի իմ տեղ եմ ուզում այդամ հելա տեսամ կնոջս կողը մարդ է պարկած տենամ ես եմ մոտիկացա դերը խոսած ասեց սա քո մարմին առանց այս հոգու ուղակի մսի կտոր այսի սա է կարնելու իմ առաջին նույն ձևի էսենց քննում էի նայում էի ինձ նույն ձևի ես նորերի համար եմ վկայում ասում եմ Տիրոջ անունը փառավորվի քուրեր եղբայրներ ուխտ կապեք Աստծո հետ ժամանակը քիչ է մնացել սա երանելի կյանք է ոչ մի բանից չվախենաք միչև այսօր վկայում եմ միչև այսօր ստեղ Տերն է բերել մենք չենք կարա գանք Տիրոջ անունը փառավորվի Տերն է բերել ստեղ այսօր այս աշխարհը ես ուրախանում եմ որ այս աշխարհում ինձ ոչ մի բան հետաքրքիր չի ոչ մի բան որտեղ իմ սիրտը զբաղված է 24 ժամ պաշտանունք է իմ սրտից մեջ Տիրոջ անունը փառավորվի այսօր մեր հոգիները պետք է հավիտյան Տիրոջը փառավորեն դա երանելություն է կուզենայի կարդալ մի հրաշք տեղ որը որ դրվել է սրտից կուզենայի կիսվեց ձեր հետ Դանիելից էի ուզում կարդալ 5-րդ գլխից 4-րդ խոսքից Բաղդասար թագավորը Նաբուկոդոնոսոր թագավորի որդին էր 4-րդ գլխից գինի խմեցին եւ գովեցին ոսկե եւ արծաթե պղնձե երկաթե փայտե քարե փոքրատարով աստվածներին նույն ժամում են դուրս եկան Մաթի ձերքի մատները եւ գրեցին աշտանակի հանդեպ թագավորական պալատի պատի ծեպի վրա եւ թագավորը տեսավ այն ձերքի թաթը որ գրում էր այն ժամանակ թագավորի գույնն փոխվեցավ եւ նրա խորհուրդները նրանում խռովեցին եւ նրա մեջքի հոդերը լուծում էին եւ նրա ծունկները մեկս մեկի խփում ասում եմ հետարքիրա Տեր ջան անունդ փառավոր ինչ փառավոր ես ասում են թագավորա չէ բայց ձերքի թաթն է տեսե խառնվել է իրար մեջքը լուծվում է ոտեր իրար բայց մենք կենթանի հետ հոգին կանելով կենթանի ասարի հələ ձերն է տեսե ձերի թաթը խառնվել է իրար բա մենք կենթան պատիասում ենք ինչ ամենակարողին մեր հեր ինչ ամենակարողն էր անունը փառավորի մեր Տեր Հիսուս Քրիստոսի ասում ձերի թաթն է տեսե բայց մենք ամբողջ մարմնի առաջ պետք է կանենք փառքես Տեր հետաքրքիր է Եվ այս թագավորը հրաման տալի ասում ով կար այս գրվածը որ այդ մատը գրել էր պատին ասում ով կարող մեկնի եւ ոչ մեկ ասում մի մարդ չգտնվեցավ եւ մեկ եկավ ասեց Դանիել անունով մարդ կա նրան կանչի եւ նա կմեկնի եւ կուզենա Եզեվ կարդալ շարունակի մինչեւ որ իմացավ Բաղդասար թագավորին ասում է մեկնում է մինչեւ որ իմացավ որ Բարձյալ Աստվածն է տիրում մարդկանց թագավորության վրա եւ որին որ ուզում է դնում է նրա վրա եւ դու նրա որդի Բաղդասար չխոնարեցիր քո սիրտը թեև այս ամենը գիտեիր ասում ես ամենը գիտեր, այսինքն Աստված հենց այնպես տեղը ոչ մի բան չի անում Աստծո ժողովուրդ։ Գիտեր, դրա համար պահանջում է, այսօր եթե մարդը գիտի, պահանջում է։ Գիտեր, Բաղդասար թագավոր գիտեր ինքը ինչ անում։ Երկնքի Տիրոջ դեմ քեզ բարձրացրեցիր, եւ նրա տան անոթները բերին քո առաջին եւ դու ու քո մեծամեծները եւ քո կանայքը եւ քո հարճերը գինի խմեցիք նրանցով եւ արծաթե ու ոսկե փայտե
Պղնձե, երկաթե, փայտե եւ քարե աստվածների փոքրատարով գրած։ Աստվածներին գովեցիք, որոնք ոչ տեսնում են, ոչ լսում եւ ոչ իմանում։ Այսինքն ասում է դուք այն նրանց գովեցիք, որ ոչ տեսնում են, ոչ լսում։ Ես ինձ կարդացի հիշեցի 2020 թվականին, որ սաղ լուրերով ցույց տվեցին։ Շատ խիստ հարուստ մարդ կար Եվրոպայի մեջ, որ իր երկու երեխեքը մահացել են կինը, ինքը ասեց, ասում է ես այդ փողերը հավաքել էի, սաղ հայաթում, սաղ այդ թաղամասում դե որ ինքը սաղ փողեր հայաթները։ Այդ փողերը եվրոներ սաղ շփել էր, ձև դուս է շփել, սաղ մահացել են կինը երկու երեխեն, ինքը ասում է հավաքել էի, որ մենք երջանիկ ապրենք, ապահով ապրենք, ասում է։ Այսինքն մենք հասկանում ենք, որ ինքը հենվել էր, այսինքն ասում են նրանք ոչ տեսնում են, ոչ լսում են, չգիտեն, բայց այդ մարդը այդձև անհույսի հանե փասեն ինչ սա պետք է որ չկան իմ կինս երեխեքս այս փողերը ինձի պետք է այդձև սաղ լուրերով ցույց տվեցին չեմ անում ով է տեսե ասեն սաղ ճանապարհին փողերը եվրոներ լցի ասած ինձի պետք չի սրանք այսինքն ինչքան կարող գիտակցենք այսօր ում մոտ ենք եկե մեր Տիրոջ անունը փառավորվի եւ կուզենայի շարունակեի բայց այն Աստվածուն, որի ձեռքին է քո շունչը եւ որին են քո բոլոր ճանապարհները չփառավորեցիր, այն ժամանակ այն ձեռքի թաթը ուղարկվեցավ նրա առաջից եւ այս գրվածքը նկարվեցավ եւ այս է այն նկարված գրվածքը Մանե, թեկեղ ու Փարսիս, այս է խոսքի մեկնությունը, Մանե Աստված համրել է քո թակավորությունը եւ նրան վերջացել, թեկեղ կշռվեցար քշիրքովը եւ պակաս գտնվեցար, Փարես բաժանվեցավ քո թակավորությունը եւ տրվեցավ Մարեց եւ Պարսից, այսինքն ասում է կշռվեցար եւ պակաս գտնվեցար, ասի հետաքրքիր է տեր, ինքը թակավոր էր, ուներ թակավորություն, ամեն ինչ, ոսկի, ամեն ինչ ուներ, բայց ասում եմ այդ կշիրքի մեջ, ի՞նչն էր պակաս, որ դու կշռեցիր, ինքը պակաս գտնվեցավ, ասում եմ հետաքրքիր է, այդ ինչ կշերքա, որ դու կշռեցիր, ինքը իր թակավորությունը պակաս գտնվեցավ, հետաքրքիր է սրտից մեջ որ կարդում ես, սրտից ասեց ասում կշիրքով այդ կշիրքը ցույց է տալի Քրիստոսի բացակայությունը մարդու ներսը ասի Տեր ջան փառքես Տեր ինչքան կարևոր է որ Տեր ասեցի եթե որ տենց է ինձ կշռի իմ բոլոր դատարկ տեղերը լրացրու անունդ փառավորվի քո ներկայությունով կշռիր իմ անձը Տեր ջան անունդ փառավորվի ես չեմ ուզում կայնեմ քո առաջին դատարկ լինեմ ես խնդրում եմ բոլորին քուր եղբայրներին ասում եմ Տիրոջ անունով ասում Տեր ջան ասալ Տեր կշռի ինձի չլինի այնպես այն օրը երբ որ կայնեմ քո առաջին կշռես ես դատարկ լինեմ քո առաջին Տիրոջ անունը փառավորվի ու բայց գիտեք մի տեղ եկար որ այս կշիրքի մեջ միտեղ է գրված կար գիտեք որ